Այստեղ եք ծնվել մեծացել Ջուջևանում։ Եվ Շահին Մուստաֆայևի այցի հետ կապված, հա, դուք ինչ կասեք։ Եղած եղել ծնվել աստիճանացել, հա, մի վաղ հայ էր մի դեպքում։ Մաքուր էր, բայց չգիտեմ դա նա կյանքն է։ Այս մեր աչքի եղակի մնացած էր։ Լսել եք, որ ցանկություն էր հայտնել գալ Ջուջևան։ Մենք կընդունում ենք այստեղ 100%, սա գերնել կընդունում։ Իսկ հարցեր ունեք նրան, բացի որ ընդունեք։ Իսկ նա պատասխան ունի տալու իմ հարցերին, հետ ասեք։ Չկա պատասխան, ինքը չկա մեր հարցերի պատասխանը։ Ոչ թե չի կարա, լավ էլ կարա, բայց չի անի։ Իմ դասընկերն է։ Ով։ Շահին Մուստաֆայևը։ Եվ ինչ կասեք նրա այցի հետ կապված, բացացի 40 տարի անց գնացել աստեն։ Եկել է Հայաստան։ Բայց երբ եկել։ Այսօր։ Որտե ելել։ Երևան։ Երևան, Աղվերյան։ Նաև տեղեկություն կար, որ ցանկություն է հայտնել Ջուջևան գա։ Կուզեիք որ գար Ջուջևան։ Դու ուզում ես ընկեր այլել, դասընկեր այլել, որ եկել էր ինչ։ Ավելի լավ կլեր կտենեինք ելին։ 10 քանի տարի, 20 տարուց ավել իրար հետ ապրել ենք մի գյուղում։ Եվ ո՞նց եք հիշում։ Շատ լավ ոնց ենք հիշել։ Ընկերություն անելիս ենք ելել, ոնց ենք հիշել միջև իրանց գնալը։ Իսկ հիմա այս իրադարձությունները հաշվի առնելով, նաև պատերազմը, նաև նրա զբաղեցրած պաշտոնը, հարցեր ունեք նրան։ Չէ, ինչ հարց ունենալ։ Հիմա էլ եք նրան ձեր ընկերը համարում։ Չէ, ոնց եմ համարում։ Կարամ համարեմ։ Իսկ հիմա այդ տանը ապրող կա որտեղ։ Դե տունը իրանք փողովի կալան, այդ տան։ Այդ տունը բայց ծախեցին ապրող չկա։ Ծախեցին այդ օրը ընկնիկը մահացավ։ Մի քանի օր են ապրել, էլի։ Շատ մի ամիս։ Մարտը Ռուսաստան գնաց։ Օրինակ դուք հարց չունեք իրեն, եթե առիթ լիներ հանդիպելու, հարց չեք ուզի տալ։ Ինչ ասա։ Քանի տարի ստերից գնացել է։ Չէ, ոչ թե ասել ոնց ապրեմ։ Ինչ եմ հարցնում։ Չէ, այլ հարց, օրինակ ինչ այս ամենի հետ կապված, հա, որ այստեղ ապրած, այստեղ մեծացած, եւ հիմա իրանց աշխատանք ունեցել են, հերնել մերնել, անասնապահել են, աշխատել են իրանց մեր ապրել։ Օրինակ Ադրբեջանի այդ վարող քաղաքականության վերաբերյալ հարց չունեիք իրեն։ Չէ։ Այսինքն ամեն ինչ ձեզ համար պարզ է իրենց որդեգրած քաղաքականությունը։ Չէ, լիչնի ես չեմ հաշտի։ Լիչնի ես չեմ հաշտի, օրինակ, ցետուս կա, չեմ էլ մոտենում։ Ինչնա։